Բանաձև գեղձի հետ կապված հիվանդությունները և հետազոտությունները, երբ կատարվում են, այսօր կարելի ասել մոռացվել է մի բան, երբ վահանաձև գեղձը փոքր է լինում իր նորմայից և շատերի մոտ նույնիսկ կարող է 2-3 անգամ փոքրանալ, և դա ցավոք սրտի այսօր մասնագետների կողմից բաց է թողնվում և հետազոտությունների դեպքում միայն փորձում են գտնել մեծ չափեր, այսինքն տեսնում են մեծ չափերի մեջ հիվանդություն, այնինչ փոքր չափերն էլ են հիվանդության հետևանք և դրանք էլ են ներկայացնում որևէ հիվանդություն։ Օրինակ, կանանց մոտ, եթե առողջ է օրգանիզմը, պետք է ընդհանուր ծավալով վահանաձև գեղձի, այսինքն հենց իրեն վահանաձև գեղձի հյուսվածքի ծավալը լինի 18-ից 23 սանտիմետր խորանարդ, և այդ ծավալն է որոշում դրա, այսինքն այդ օրգանի նաև ֆունկցիոնալ վիճակը, այսինքն ծավալով նաև կարելի է գնահատել, բայց շատերի մոտ լինում է 7-8 սանտիմետր խորանարդ, և ցավոք սրտի շատ հետազոտություններում նույն մասնագետները նշում են, որ նորմալի մեջ է կամ մեծացած չի կամ զոհ չկա, այնինչ դա հենց զոհի հետևանքով է փոքրացել կամ այլ հիվանդության պատճառով լինում են խրոնիկ բորբոքումների ժամանակ քիչ-քիչ փոքրանում և չի կարող մարդը առողջ լինել, եթե վահանաձև գեղձը 2 անգամ փոքրացած է, չի կարող այդ մարդու մոտ ներքին օրգանները նորմալ աշխատել, շատերի մոտ նաև խաբուսիկ է անալիզները, որովհետև չափերը փոքր է, բայց անալիզներով, հորմոնները առավոտվա անալիզով նորմայի մեջ է, իրականում այդ առավոտվա անալիզները վահանաձև գեղձի ցույց են տալիս վահանաձև գեղձի պասիվ վիճակը, ոչ ակտիվ վիճակը, ակտիվ վիճակը երեկոյան է երևում 8-ից 10, այսինքն իրականում վերականգնման պրոցեսները օրգանիզմի միանում են երեկոյան 8-ին, եթե վահանաձև գեղձը 2 անգամ փոքր է, պարզ է, որ 2 անգամ էլ քիչ են իր բջիջները, դրանից է հետևում է, որ երեկոյան ժամին վահանաձև գեղձը չի կարող իր ամբողջ ֆունկցիոնալ կարողությունը իրականացնել օրգանիզմի ինքնավերականգնման պրոցեսներում և մետաբոլիզմի հետ կապված որոշակի հարցեր, այստեղ սրանից էլ հետևում են լուրջ հետևանքներ, նոր հիվանդություններ, խրոնիկ հիվանդություններ, ներքին օրգանների թուլություն, այսինքն չեն վերականգնվում, խախտվում է ամբողջ պրոցեսը, չնայած որ առավոտվա անալիզը չի ցույց տալի, նաև մասնագետը գրում է, որ նորմայի կամ մեծացած չէ, զոհ չկա կամ նորմայի մեջ է, բայց ցավոք սրտի շատերի մոտ այսօր 2 անգամ է, նույնիսկ կան, որ 2,5 անգամ է փոքր, և դա ցույց է տալիս, որ արդեն այդ օրգանիզմը աշխատում է, օրգանիզմի պրոցեսները մինիմումի վրա են աշխատում, այսինքն ոչ թե հարատևելու, այլ գոյատևելու, և սա մեծ բաց է այսօր մասնագետների կողմից, և սա շատ հիվանդությունների դեպքում, երբ որ որոնում են խնդիրները, այս մոլորությունը, որ չափերի վրա չեն ուշադրություն դարձնում, գցում է պացիենտներին և մասնագետներին սխալ, այսինքն մոլորությունների մեջ է գցում, որովհետև արդեն պատճառը իրականում չեն կարողանում գտնել հիվանդության, որևէ հիվանդության, որը հենց այդ փոքր չափերի մեջ է կայանում նաև դա կարող է ցույց տալ, որ հորմոնների, օրինակ շատերը T3, T4-ն են անալիզներ տալիս, բայց այստեղ կա կալցիտոնին հորմոն, որը շատ դեպքերում ուշադրություն չեն դարձնում, որը նույնպես ցույց է տալի վահանաձև գեղձի խնդիրները, և հորմոնները առավոտվա ու ցերեկվա պետք է ասեմ, որ դրանք երկրորդական անալիզներն են, դրանք պասիվ վիճակում են, ոչ ակտիվ, այս ինֆորմացիան կօգնի, որպեսզի և մասնագետները սկսեն ուշադրություն դարձնել վահանաձև գեղձի ընդհանուր ծավալին և չափերին, և ուշադրություն դարձնեն պացիենտները իրենց թեկուզ հետազոտություններին
գոնե ինքնուրույն կարդան, հասկանան եւ դա իրենց կօգնի որոշակի խնդիրները լուծելու հարցում։ Առողջ եղեք։